Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է ու Չեմպիոնների լիգան եւս ավարտվեց ու այդպիսով տրվեց ավարտը 2024-2025 մրցաշրջանի։ Բավականին հետաքրքիր մրցաշրջան էր ընդհանուր առմամբ, որտեղ մենք ականատես եղանք մի շարք անսպասելի իրադարձությունների, մի շարք պատմական իրադարձությունների եւ ինչու ոչ մի շարք իրադարձությունների, որոնք ակնկալում ենք ի սկզբանե։ Չեմպիոնների լիգային եզրափակի չկայացավ, որտեղ Paris Saint-Germain-ը ուղղակի ոչ մի շանս չտվեց մրցակցին, իտալական Ինտերին եւ հաղթեց իր պատմության մեջ առաջին անգամ այդ ականջավոր գավաթը պատմություն կերտեց, որպես այդպեսին Paris Saint-Germain-ը իր համար ու արդեն իսկ PSG-ի վերաբերյալ կատակները Չեմպիոնների լիգայի նվաճման մասին այլևս ակտուալ չեն։ Այսօր լինելու է Չեմպիոնների լիգայի ամփոփում, ասել, որ լինելու է շատ երկար տեսանյութ սուտ կլինի, որովհետև ես նախապատրաստվում եմ ու լուրջ նախապատրաստվում եմ մրցաշրջանային ամփոփմանը, որտեղ ես նշելու եմ իմ լավագույն ֆուտբոլիստներին, լավագույն թիմերին, լավագույն հանդիպումները եւ լավագույն պերֆորմանսները X ֆուտբոլիստների կատարմամբ ու ինչը ինձ ամենաշատը տպավորեց ավարտված մրցաշրջանում։ Բայց դրանից առաջ ես ցանկանում եմ, որ մենք խոսենք Չեմպիոնների լիգայի մասին, եզրափակչի մասին ու հատկապես երկու կետ եմ առանձնացնել, որը իմ ականջին անընդհատ գալիս էր Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։ Խոսելու ենք դրանց մասին, խոսելու ենք լավագույնների մասին, այնպես որ այստեղ լինելու է հետաքրքիր, եթե քեզ դուր գա այս տեսանյութը, ուղղակի դիր բութ տակը վերև բաժանորդագրվիր իմ YouTube-յան ալիքին, հետևիր ինձ սոցիալական հարթակներում, հատկապես Telegram-յան ալիքում, որտեղ մենք շատ ակտուալ, շատ օպտիմալ աշխատում ենք նորությունների հետ, ես այնտեղի մտքերն եմ արտահայտում, մենք փոխանակվում ենք կարծիքներով, պատասխանում եմ իհարկե adekvat կարծիքներին, իսկ որոնք ասում են, որ Բարսելոնան դիեզերքի լավագույն ակումբն է, իսկ Մադրիդի Ռեալին ոչ մեկ չի հավասարվի, մոտիկ էլ չի, նման մեկնաբանություններին ես իհարկե չեմ պատասխանում, որքան էլ մարդիկ մտածեն, որ դա ճիշտ է, կան սխալ։ Գնանք քննարկենք Չեմպիոնների լիգան։ Ես կարծում եմ, որ կոնկրետ Ինտերի ու Paris Saint-Germain-ի մասին պետք է խոսել ու երկու տարբեր հայացքներ ես պետք է նետեմ այդ երկու թիմերի մասին, որովհետև այնինչ մենք տեսանք Չեմպիոնների լիգայում, վստահ եմ, ավելի քան վստահ եմ, ոչ ոք չէր սպասի։ Դե ինչ ընկերներ, կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, Paris Saint-Germain-ը Մյունխենում մրցեց իտալական Ինտերի հետ ու հավատացեք այն հաշիվը, որը մենք տեսանք վերջում, ընդհանրապես չէր արտացոլում այն ակնկալիքները, որը մենք ունենք, ոչ թե տեսանք, այլ ունենք։ Բոլորս էլ հասկանում ենք ու քանզի արդեն մի քանի օր անցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչից, կարելի է մի փոքր ավելի սառը դատել ամեն ինչը ու մի փոքր ավելի այլ տեսանկյուններից դիտել այն իրադարձություններին, որոնք զարգացան։ Ես իհարկե նայել եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը իմ ընկերների շրջապատում ու դրանից հետո այնինչ ես տեսա, ես մտածեցի, որ չէ, այսպես իհարկե չի լինի, ես պետք է նորից նայեմ այդ հանդիպումը, որպեսզի հասկանամ, թե ինչն էր խնդիրը, որ Paris Saint-Germain-ը այդքան հեշտ կարողացավ հաղթել Միլանի Ինտերին։ Հավատացեք, բոլորն էլ մտածում էին, բոլորն էլ գիտեին, որ Paris Saint-Germain-ը տվյալ խաղում ֆավորիտ է, որովհետև այն ֆուտբոլը, որը ցույց տվեց Paris Saint-Germain-ը կոնկրետ Չեմպիոնների լիգայում ու ինչու եմ նշում հենց կոնկրետ Չեմպիոնների լիգայում, որովհետև ոչ մեկ ամենայն դեպս մեծամասնությունը չի էլ հետևել Ֆրանսիայի գավաթին, ոչ էլ հետևել է Ֆրանսիայի առաջնությանը, նախ որովհետև Ֆրանսիայի առաջնությունը շատ երկար ժամանակ է դարձել է մեկ թիմի առաջնություն ու այս մրցաշրջանը եւս բացառություն չէր, որովհետև PSG-ն հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը երևի թե մրցաշրջանի ավարտից մի 7-8 տուր առաջ, առաջինը դարձավ top 5 առաջնություններում պաշտոնապես չեմպիոն, որ երկրորդ հորիզոնականի թիմը մաթեմատիկորեն չի կարող հասնել նրան, ու ինքն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց դեպի Չեմպիոնների լիգա։ Paris Saint-Germain-ը 2025 թվականին բացահայտ լավագույն թիմն էր ամբողջ աշխարհում։ Ու այն էր հիասքանչ, որ Paris Saint-Germain-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարողացավ հավաքել այնպիսի թիմ մեկ մրցաշրջանում ու տալ իր մտքերը այնպես ֆուտբոլիստներին, որ իրենք կարողանան ուղղակի ոչնչացնել այն յուրաքանչյուր մրցակցի, որոնք խաղում են իրենց դեմ։ Այսինքն, եթե Paris Saint-Germain-ի դեմ խաղար Ինտերը, խաղար Բավարիան, խաղար Արսենալը կամ խաղաց Արսենալը, խաղար Մադրիդի Ռեալը, խաղար Բարսելոնան, այն ֆուտբոլը, որը ցույց տվեց Paris Saint-Germain-ը այս մրցաշրջանում, հատկապես 2025 թվականից հետո, ցույց չէր տալիս, որ որևէ մեկը կկարողանա նրան հաղթել։ Ու դա կարծում եմ այն օբյեկտիվ կարծիքն է, որը
պետք է ընդունեն բոլորը ու որի հետ պետք է համաձայնեն բոլորը։ Իսկ Ինտերը մոտեցավ Չեմպիոնների լիգայի եզրափակչին բավականին բարդ ճանապարհով ու եթե նայում ենք թե ինչ վերջնարդյունք ունեցավ PSG-ն ու ինչ վերջնարդյունք ունեցավ Ինտերը, դրանք շատ տարբեր են ու միաժամանակ մեկի համար շատ ցավալի, մյուսի համար շատ ուրախալի։ Բայց ես ցանկանում եմ այս տեսանյութում ավելի շատ խոսել Ինտերից։ Ու միանգամից այդ երկու կետերը, որ ես տեսանյութի սկզբում նշեցի, առաջինի անդրադարձը կլինի հիմա, որովհետև եզրափակչից հետո ոչ թե մի քանի, ոչ թե տոկոսային հարաբերակցությամբ, այլ բոլոր երկրպագուները, որոնք հավակնում են կատալոնական Բարսելոնային, միանգամից սկսեցին նշել, ու ես ոչ թե մեկնաբանություններում, ոչ թե գրառումներով, այլ ամենուր տեսել եմ, որ գրել են, որ Ինտերը եզրափակիչ հասնելու արժանի թիմ չէր, ու ինքը չպիտի խաղար եզրափակչում։ Նայեք ընկերներ, ինչպես եմ ես մտածում, հիմա թե շատերը կարծեն, որ ես ռեալի երկրպագու եմ, ես ուղղակի Բարսա չեմ սիրում կամ ես չեմ հասկանում ֆուտբոլից, դուք ազատ եք ձեր կարծիքը արտահայտելու, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով այդ միտքը, որը արտահայտվում է, որ Ինտերը արժանի չէր հասնելու եզրափակչին, դա նախ մարդու կատարած աշխատանքի գնահատականի ցածրացում է, դա չգնահատել է այն ջանքերը, որոնք ներդրվել են այդ արդյունքի համար, ու դա իրոք ֆուտբոլ չսիրելու արտահայտություն է։ Ինչու՞։ Որովհետև եթե դուք վերցնեք օրինակը ձեզ վրա, լինի յուրաքանչյուր սպորտաձև, ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, մենապայքարային, թիմային մարզաձևեր, ըմշամարտով, եթե դու ըմշամարտը աշխարհի առաջնությունը կամ օլիմպիական խաղերը գնում ես, հաղթում ես բոլոր գոտեմարտերում, հաղթում ես ծանր գոտեմարտերում, 3-2, չգիտեմ, պասիվության համար դեղին քարտ է ստացել մրցակից ու դու դրա հիման վրա ես հաղթում, կամ վերջին միավորը վաստակել ես դու, դրա համար ես դու հաղթում, ու այդպես հասնում ես եզրափակիչ, որտեղ պարտվում ես տուշեով։ Արդյոք այդ ժամանակ եւս համարվում է, որ տվյալ մարզիկը արժանի չէր հայտնվելու եզրափակչում։ Ես կարծում եմ, որ դա սխալ է այդպես արտահայտվել։ Ու երբ որ մենք հիշում ենք երկխաղյա դիմակայությունը Ինտերի ու Բարսելոնայի միջև, Ինտերը ամբողջությամբ արժանի էր։ Միայն այն հարցով, որ նրանք ցույց տվեցին ճիշտ բնավորություն, նրանք չհանձնվեցին ու նրանք կարողացան տալ ամեն ինչ։ Խաղադաշտում դրա համար էլ դուրս եկան եզրափակիչ։ Բարսելոնան էլ տվեց այդ ամենը, իհարկե։ Բարսելոնան էլ իր ամեն ինչ տվեց խաղադաշտում, բայց ուղղակի ստացվեց այնպես, ճակատագիրը դասավորվեց այնպես, որ եզրափակչում խաղաց Ինտերը, այլ ոչ թե Բարսելոնան։ Այլ տեսանկյուն է, որ պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե Բարսելոնան խաղար եզրափակչում։ Ես մնում եմ իմ նույն կարծիքին։ Չեմպիոն կհռչակվեր Paris Saint-Germain-ը։ Բայց վստահ եմ, որ մենք կտեսնենք այլ ֆուտբոլ։ Ու ես վստահ եմ, որ Paris Saint-Germain-ը կհանդիպեր շատ ավելի լուրջ բարդությունների, քան ինքը հանդիպեց Ինտերի դեմ խաղում։ Նայեք ընկերներ։ Երբ որ ասում են, որ Ինտերը չուներ միտք ու Ինտերը չուներ կոնկրետ Սիմոնե Ինձագին չուներ նախագիծ, որով ինքը դուրս էր բերել թիմի խաղադաշտ, դա եւս սխալ է, որովհետեւ չկա թիմ, այսինքն նույնիսկ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում մարզիչները դուրս են բերում թիմերին ինչ որ մի նախնական մտահղացմամբ։ Լինում են հանդիպումներ, որտեղ այդ մտահղացումը աշխատում է, լինում են հանդիպումներ, որտեղ այդ մտահղացումը չի աշխատում։ Ու Սիմոնե Ինձագիի մտահղացումը կայանում էր նրանում, որ ինքը մրցակցին հրավիրում էր պրեսինգի եւ փորձում էր խաղալ երկար փոխանցումների վրա։ Այսինքն այնտեղ կար Մարկուս Թյուրամ։ Մարկուս Թյուրամն ու Լաուտարո Մարտինեսը մշտապես մնում էին այդ դուգայի մոտ կենտրոնական ու իրանք պետք է փորձեին, հատկապես Մարկուս Թյուրամը պետք է փորձեր խաղալ երկրորդ հարկում, իջեցներ գնդակը Լաուտարո Մարտինեսի կամ որևէ կիսապաշտպանի համար, լինի դա Մխիթարյանը, Չալհանօղլուն, թե Բարելան։ Ու այդպես միացնելով Դիմարկոին ու Դյումֆրիսին սկսեր գրողներ բերելով վտանգ Paris Saint-Germain-ի դարպասի մոտ։ Ուղղակի Paris Saint-Germain-ը եւս պատրաստ էր այդ ամեն ինչին։ Ու Paris Saint-Germain-ը ուղղակի հոշոտեց պրեսինգով Ինտերին, ուղղակի հոշոտեց։ Ես նման ակտիվություն ամբողջ հանդիպման ընթացքում մեկ թիմի կատարմամբ, հատկապես Չեմպիոնների լիգայի եզրափակչում չեմ հիշում։ Վերջին անգամ նման դոմինանտ ֆուտբոլ չլը եզրափակչում ես տեսել եմ 2010-11 մրցաշրջանում,
որտեղ Բարսելոնան հաղթեց Manchester United, որտեղ Manchester United-ը էապես կատարեց 1 հարված դարպասին, Ռունին դարձավ գոլի հեղինակ, ու այդքանով Manchester United-ը ավարտվեց։ Մնացած ժամանակահատվածում տերն ու տիրակալը Բարսելոնան էր։ Իսկ այստեղ Paris Saint-Germain-ը նույնիսկ գոլի հնարավորություն չտվեց Ինտերին։ Ու տերն ու տիրակալը հենց Paris Saint-Germain-ն էր։ PSG-ի հետ կապված դրականը միայն կարող եմ ասել ու գրեթե անթերի ֆուտբոլ։ Ու սա վառ ապացույց է, որ սուպեր աստղերը չեն, որ մշտապես կարող են որոշել խաղի ելքը, մրցաշարի ելքը կամ էլ թիմի ճակատագիրը։ Եկեք չմոռանանք, որ Paris Saint-Germain ընդամենը 2 մրցաշրջան առաջ թղթի վրա ուներ ոչ թե աշխարհի լավագույն հարձակման գիծը, գուցե պատմության լավագույն հարձակման գիծը՝ իդեմս Նեյմարի, Կիլիան Մբապեի ու Լիոնել Մեսսիի։ Պակասում էր միայն Կրիշտիանո Ռոնալդոն, որպեսզի ծիճկեն դնես, որ ասես սաղբեր հանձնվեք բոլորդ այդ թիմի դեմ, իրանք պիտի գնան Չեմպիոնների լիգա հաղթեն։ Չստացվեց, ընկերներ։ Երբ ես իմ էպիզոդը ձայնագրեցի Լեգենդի հետքը ոդքասթի, ես խոսել եմ Զինեդին Զիդանի մասին։ Ու ես այնտեղ հարցրեցի, արդյոք Գալակտիկոսը աշխատող պրոյեկտ էր։ Ինձ պատասխանեցին, այո, Մենուա Մեհրաբյանն ինձ ասեց, որ Գալակտիկոսը աշխատող պրոյեկտ էր ու ստացված պրոյեկտ էր, որովհետև իրանք այնտեղ հաղթեցին Իսպանիայի առաջնությունը, հաղթեցին Իսպանիայի գավաթը եւ այլն։ Դե եթե նայենք նույն տրամաբանությամբ, ապա Paris Saint-Germain-ի այն պրոյեկտը եւս ստացված էր, որովհետև նրանք հաղթեցին եւ Ֆրանսիայի առաջնությունը, եւ Ֆրանսիայի գավաթը եւ սուպեր գավաթը։ Բայց ես շարունակում եմ պնդել, որ համակարգը ամենաճիշտ բանն է ֆուտբոլում, ընդհանրապես կյանքում։ Նույնիսկ աշխատատեղիում, եթե համակարգ կա ու այն բաշխված է ու կազմված է բավականին ճիշտ, դրական արդյունքն անխուսափելի է։ Ու Paris Saint-Germain-ի մոտ այդպես էր։ Նույնը կարելի ասել Ինտերի մասին։ 2 համակարգ բախվեցին Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ուղղակի տարբերությունը նրանում էր, որ Paris Saint-Germain-ի համակարգը շատ ավելի երիտասարդ էր, շատ ավելի շարժունակ էր ու շատ ավելի քաղցած էր մեծ բաների։ Իսկ Ինտերը տարեց թիմը։ Ինտերի մոտ ունակությունները ինչ որ մի բան ստեղծելու, երբ որ մեկնարկային նախագիծը չի ստացվում, ավելի սահմանափակ է։ Երբ ինձանից հարցազրույց վերցրեցին հանրային հեռուստաընկերությունից, ինձ հարցրեցին, ասեցին, որ կիսապաշտպանությունն է ավելի ուժեղ։ Մխիթարյան, Չալանօղլու, Բարելլա, թե Ֆաբիան Ռուիզ, Վիտինյա, Ժուաու Նևեշ։ Ես նշեցի, որ 2 տարբեր կիսապաշտպանական գծեր, որոնք կատարում են 2 տարբեր ֆունկցիաներ։ Ինտերի կիսապաշտպանությունը տալիս է ծավալ, Paris Saint-Germain-ի կիսապաշտպանությունը տալիս է կրեատիվություն։ Ու ես նշեցի, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ես ավելի շատ հավատում եմ, որ արդյունք կտա կրեատիվություն տվող կիսապաշտպանությունը։ Ու կոնկրետ PSG Ինտեր հանդիպումը կիսապաշտպանության մասին էր։ Ինչու էր կիսապաշտպանության մասին, որովհետև եթե դուք նայում եք վերջնարդյունքը, այո, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դեսիրե Դուեն, բայց իմ խորին համոզմամբ այդ պուճուրիկ մրցանակը պետք է տրվեր մեկ ֆուտբոլիստի։ Առանց քննարկման։ Եվ այդ ֆուտբոլիստի անունն է Վիտինյա։ Վիտինյան ընդհանրապես ոչ թե top, այն որ տիեզերական հանդիպում անցկացրեց եզրափակչում, պրոստը տիեզերական։ Ուղղակի ես գտել եմ YouTube-ում, հիմա ուղղակի ցույց չեմ կարող տալ, քանզի UEFA-ին վերաբերյալ կոնտենտ է ու ես չեմ ցանկանում, որպեսզի ես կրկին բան ստանամ YouTube-ում։ Մտեք YouTube, գրեք Վիտինյայի կարևորագույն դրվագները Չեմպիոնների լիգայի եզրափակչում ու դուք կհասկանաք, թե ինչի մասին եմ ես խոսում։ Վիտինյան Paris Saint-Germain-ն է։ Կառուցվում էր ամեն ինչ Վիտինյայի ոտքերի շնորհիվ։ Այո, հարձակման գծում գերֆանտաստիկ էր Ուսման Դեմբելեն։ Այո, մեգա տաղանդ է ու կարող է դառնալ աշխարհում լավագույններից մեկը Դեսիրե Դուեն։ Խվիչա Կվարացխելյան ուղակի մի հատ հիասքանչ գործիք է Էնրիկեի ձեռքի տակ, որը ուղակի ոչնչացնում է մրցակիցներին, եթե նա զգում է արյան համը։ Բայց այս ամենի շարժիչը Վիտինյան էր։ Ու կիսապաշտպանությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթեց։ Ու դա փաստ է։ Ինտերը պարտվեց ֆիզիկապես։ Սիմոնե Ինզագին պարտվեց մարտավարորեն, չունենալով փաստացի
Երկրորդ տարբերակ։ Երկրորդ խաղակեսում, հիշում եք ինչ տեղի ունեցավ առաջին խաղակեսում։ Ինտերը ուղակի ինչ որ անհասկանալի կերպով վախեցավ մեկնարկային րոպեներին Paris Saint-Germain-ից ուղակի զիջելով գնդակը սկսեց պաշտպանվել խորը դիրքային պաշտպանությամբ։ Բայց Paris Saint-Germain-ի ֆուտբոլիստները այնքան շարժունակ են հարձակման գծում, նրանց հարձակվողները այնքան շատ են տեղափոխվում խաղադաշտում, որ Ինտերի ֆուտբոլիստները մշտապես խուճապի մեջ էին չհասկանալով թե ով ում պետք է պահի։ Ու այդպես էլ ստեղծվեց գոլը։ Վիտինյան գտավ Դեսիրե Դուեին, ֆանտաստիկ փոխանցումով գտավ Դեսիրե Դուեին, նա էլ գնդակը հասցրեց Աշրաֆ Հակիմին, որը հանգիստ գրավեց մրցակցի դարպասը։ Հետո եղավ նաև երկրորդ գոլը։ Դիմարկոին ոտքին դիպավ անդրադարձ 2-0։ Դիմարկոն խաղաց խայտարակ վատ ֆուտբոլ ու ես երբ որ ասում եմ ամբողջ մրցաշրջանի ընթացքում որ Դիմարկոն եզրային լավագույն պաշտպանն է, ձախ եզրային լավագույն պաշտպանն է, հիմա շատերը միանգամից կբացեն բերանս ու կսկսեն քննարկել այդ ամտերը, որ բա եթե Դիմարկոն այդքան լավն է, ինչ արեց Դիմարկոն եզրափակչում։ Ուղղակի չստացվեց հանդիպումը։ Այդպես եւս լինում է։ Մարդ են, բոլորը մարդ են։ Բայց Դիմարկոն ամբողջությամբ տապալեց, չէ՞ եզրափակիչը, իրան շատ շուտ փոխարինեցին, բայց Ինտերի մոտ այնքան վատ էր դասավորվում ամեն ինչ հանդիպման ընթացքում, թպտպավորություն էր, որ ճակատագրի հեգնանքով էր այդպես, ու Ինտերը պետք է չախտի Չեմպիոնների լիգան, որ երկրորդ խաղակեսում Սիմոնե Ինզագի կատարած յուրաքանչյուր փոփոխություն ոչ միայն չէր աշխատում, այլև շատ արագ փճվում էր։ Այսինքն Դիմարկոյի փոխարեն խաղադաշտ մտավ Զալևսկին, ընդամենը 1 րոպեան ստացավ դեղին քարտ։ Յան Բիսեկը դուրս եկավ, եթե չեմ սխալվում, Բենժամեն Պավարի փոխարեն խաղադաշտ, ընդամենը 7 րոպե հետո ստացավ վնասվածք ու փոխարինվեց։ Կիսապաշտպանության գիծը փոխեց Ինզագին։ Ոչինչ չստացվեց։ Ցանկությունը հաղթեց փորձին։ Սա այդ դեպքերից էր, որտեղ ցանկությունը ու գերֆանտաստիկ, իրոք գերֆանտաստիկ մարզչական աշխատանքը հաղթեց ոչ պակաս հիասքանչ մարզչական աշխատանքին ու այդ մարզչական աշխատանքի հիմքում ընկած փորձառու ֆուտբոլիստներին։ Paris Saint-Germain-ը օբյեկտիվորեն աշխարհի լավագույն թիմն է։ Ինչու է նա համարվում աշխարհի լավագույն թիմը, որովհետև նա ցույց է տալիս աշխարհի լավագույն ֆուտբոլը։ Դա փաստ է։ Արչևում կա աշխարհի ակումբային առաջնություն։ Եվ ես կարծում եմ, որ այդտեղ եւս Paris Saint-Germain-ը հաղթելու է։ Անձամբ իմ կարծիքով աշխարհի ակումբային առաջնությունը իմ համար չունի ինչ-որ մի կարևորություն։ Այո, իրանք վերջում ստանալու են այդ իրանք բեյջը ստեն խփելու, չգիտեմ, ճակատներին են խփելու, որ իրանք 4 տարի այդ անտերը կրելու են նշելով, որ իրանք աշխարհի ակումբային առաջնության հաղթող են։ Բայց նույնիսկ իմ համար այդ անորոշ, դեռևս անորոշ մրցաշարում ես ֆավորիտ եմ համարում միմիայն Paris Saint-Germain-ին։ Ինչը պետք է խանգարի PSG-ին, որպեսզի նա չդառնա այդ մրցաշարում չեմպիոն, չգիտեմ, գուցե մոտիվացիայի պակասը, գուցե այդ մրցաշարի անորոշությունը, բայց եթե ես նայում եմ հաղթանակի ֆոնդին, ապա ինչու չհաղթել։ Ինչու չհաղթել ու չավելացնել բյուջեն այդ գումարով, որովհետև Paris Saint-Germain-ը մեղմ ասած շատ է ծախսել Չեմպիոնների լիգան հաղթելու համար։ 3 միլիարդ 100 միլիոն եվրո ծախսել է Ալ-Խելայֆին, որպեսզի PSG-ն դառնա չեմպիոն։ Ես չեմ ուզում ասել արդյունքում դա արդարեցված էր, որովհետև ոչ, ես չեմ հաշվում մարդկանց գումարը։ Բայց միայն կարող եմ ասել, որ Paris Saint-Germain-ը Չեմպիոնների լիգա հաղթած լավագույն թիմերից մեկն է։ Ամենագեղեցիկ ֆուտբոլը ցուցադրած թիմերից մեկն է Paris Saint-Germain-ը։ Ու դա իհարկե անքննելի է։ Բայց դե ինչպես չհիանաս այն ամենով, ինչը մենք տեսանք խաղից հետո։ Իրոք, ինչպես չհիանաս այդ ամենով։ Լուիս Էնրիկեի պատմությունը շատ երկար ժամանակ ոգեշնչել է բոլորին ու շատ երկար ժամանակ սովորեցրել է, թե ինչպես կարելի է ապրել ունենալով կյանքում կորուստ ու ապրելով ծանր ժամանակներ։ Լուիս Էնրիկեի դուստրը քաղցկեղի պատճառով մահացել էր 9 տարեկանում։ 2015 թվականին, երբ Բարսելոնայի ղեկին Լուիս Էնրիկեն նվաճեց թրեբլ, ինքն ու իր աղջիկը խաղադաշտի կենտրոնում ամրացրեցին այդ Բարսելոնայի դրոշը
ու դա դարձավ որպես այդպեսին տենց խորհրդանիշ պատմական լուսանկար Էնրիկեի համար։ Ու դրանից հետո երբ մահացավ այդ աղջիկը, երբ դուրս եկավ հարցազրույցը, որտեղ խոսում են, ես ուղղակի չեմ ուզում մանրանամ, որովհետև դա երկե ցավ է առաջացնում, բայց Paris Saint-Germain-ի մրցաշրջանը կոնկրետ դրա մասին էր, որովհետև խաղից անմիջապես հետո Paris Saint-Germain-ի երկրպագուները բացազատեցին մեծ պաստառ, որը նվիրված էր Էնրիկեին եւ իր դստերը։ Դա իհարկե շատ հուզիչ էր։ Ու այդ ամենը տեսնելով չես կարող գեթ 1 տառ ասել, որ գուցե PSG-ն արժանի չէր, կամ գուցե Լուիս Էնրիկեն աշխարհում լավագույնը չէ ասպային։ Էնրիկեն լավագույնն է, ինչպես եւ Paris Saint-Germain-ը, ու նրանք ամբողջությամբ արժանի էին Չեմպիոնների լիգայի գավաթին։ Շատ ուրախ էի նաեւ Մարկինյոսի համար։ Իրոք շատ ուրախ էի Մարկինյոսի համար, որովհետեւ Մարկինյոսը ես հիշում եմ, որ նա պետք Ռոմայից պետք է տեղափոխվեր Բարսա, նրան ամեն ինչ խոստացել էին, ամեն Չեմպիոնների լիգայով, իսպանական Լա լիգայով, ամեն ինչով, բարձր աշխատավարձով, երբ Մարկինյոսն ընտրեց Paris Saint-Germain-ը, շատերը փաստեցին, որ ինքը գնաց գումարի հետևից։ Արդյոք դա այդպես է, գուցե, բայց մենք չենք որոշում, թե մարդը ինչպես պետք է կազմի իր ճակատագիրը կամ որոշի իր ապագան։ Բայց փաստը մնում է փաստ, որ ի վերջո Մարկինյոսը նվաճեց այդ ականջավոր գավաթը ու ամեն ինչ ուղղակի արդարեցվեց։ Դե իսկ Ինտերը շատ բան Ինտերի մասին ասել պետք չէ։ Ինտերին պետք են շատ լուրջ փոփոխություններ, կազմի փոփոխություններ։ Արդեն ամենագլխավոր անձը գնաց։ Սիմոնե Ինզագին 2 տարվա պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիան ներկայացնող Ալ Հիլալի հետ, որը եւս մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը։ Ու Ինտերը հիմա դարձել է շատ վտանգավոր ու պայթյունավտանգ թիմ, ինչու, որովհետեւ շատ կարևոր է, անչափ կարևոր է գտնել այնպիսի մարզիչ, որը կկարողանա փոխարինել Ինզագին։ Իսկ նման մարզիչներ քիչ են։ Կա Մոտա, կա Ֆաբրեգաս, երկուսի անունները շրջանառվում են Ինտերի հետ, բայց Կոմոյի նախագահը միանգամից հերքեց ասելով, որ Ֆաբրեգասը մնում է։ Տիագո Մոտան այն անձանցից է, որը այս դեռևս աշխատանք չունի ու պետք է ինչ-որ մի բան մտածել։ Բայց կա նաև Քրիստիան Կիվու, որի անունը եւս շրջանառվում է Ինտերի հետ։ Բայց Քրիստիան Կիվուի նշանակումը ինձ համար կլինի ավելի անհասկանալի, քան հասկանալի, որովհետև Քրիստիան Կիվուն այս պայդրությամբ Պարմայի գլխավոր մարզիչն է, իսկ Պարման մրցաշրջանն ավարտեց 16-րդ հորիզոնականում, ու ես դիտել եմ 1-2 հանդիպում Պարմայի մասնակցությամբ, նրանք ինչ-որ մի հատ շատ լուրջ հավակնություններ չունեն նույնիսկ Եվրագավաթային գոտու համար, ու չեն խաղում այդ ֆուտբոլը։ Բացի մարզչից ես սպասում եմ նաև մի շարք այլ փոփոխություններ։ Իրոք, մի շարք այլ փոփոխություններ, որովհետև այս թիմը արդեն սպառեց իրեն։ Ես ամենայն հարգանքով հենց մեկը Մարկուս Թյուրամի նկատմամբ, բայց Մարկուս Թյուրամը ինձ համար շատ սահմանափակ կենտրոնական հարձակվող է ու ես կարծում եմ, որ մշտապես Սիմոնե Ինզագին փորձում էր գտնել տարբեր կենտրոնական հարձակվողների մեջ Էդին Ջեկոին, բայց գտնել Ջեկոին չկարացավ, որովհետև Ջեկոն իրապես ամբողջությամբ ընկալել էր Ինզագիի մարտավարությունը ու Ջեկոն իրոք շատ խելացի հարձակվող էր։ Ինքը ֆիզիկապես պինդ, չափերով մեծ, բայց միառժամանակ ոտքով հիանալի աշխատող ու շատ խելացի հարձակվող էր։ Իսկ Մարկուս Թյուրամը կոնկրետ խելացիության առումով մի փոքր կաղում է Ջեկոից։ Նույնը Տարեմին, նույնն Արնաուտովիչը։ Փաստացի Լաուտարո Մարտինեսը մրցաշրջանի հիմնական մասում միայնակ էր, ամբողջությամբ միայնակ էր։ Ինտերի ճակատագիրը անչափ հետաքրքիր է։ Ու այստեղ արդեն քայլ առաջ պետք է կատարի ղեկավարությունը, հատկապես սպորտային բաժինը, որովհետև մեկ սխալ քայլ ու Ինտերի դինաստիան կարող է ավարտվել։ Այն հզոր Ինտերը, որին մենք տեսնում ենք 2018-ից, հզորագույն Ինտերը, հիմա կանգնած է թելի վրա, ձախ կողմում փառքն է, աջ կողմում անկումը։ Չգիտես ինչ է լինելու։ Paris Saint-Germain-ի երկրպագուների շնորհավորում եմ։ Ձեր թիմը լավագույնն էր։ Վստահաբար կարող եմ ասել, լավագույնն էր։ Ընկերներ, եզրափակչից խոսեցի, առաջարկում եմ նաև որպես ավարտ ամփոփենք նաև լավագույններին մրցաշարի, որովհետև կարծում եմ, որ լավագույնները իհարկե կան ու պետք է լինեն։
Իմ կարծիքով Չեմպիոնների լիգա 2024-25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը դա Ուսման Դեմբելեն է։ Ու իհարկե ասել այս ամենը մի փոքր խորթ է հնչում, որովհետև ես հիշում եմ Ուսման Դեմբելեին դեռևս Դորտմունդի Բորուսիայի տարիներից։ Ու Ուսման Դեմբելեն երբեք ինձ մոտ դրական տպավորություն չի թողել։ Այո, որպես ֆուտբոլիստ ինքը եղել է շատ լավը, ինքը եղել է շատ տաղանդավոր, ինքը եղել է, չգիտեմ, միակներից մեկը, հա, կամ այն միակը, որը կարողանում է իդեալական խաղալ թե ձախ թե աջ ոտքերով։ Բայց Ուսման Դեմբելեն մշտապես եղել է այն ֆուտբոլիստը, որը եղել է վնասվածքների զոհ, որը տրամադրության ֆուտբոլիստ է եղել, որին եթե ինչ-որ մի բան դուր չի եկել, ինքը միանգամից ինչ-որ խնդիրներ է ունեցել ակումբի ղեկավարության հետ, երբ նրան ինչ-որ բան դուր չի եկել, նա միանգամից ինչ-որ բոյկոտներ է արել։ Հիշում ենք նրա տեղափոխությունը Բորուսիայից Բարսելոնա, հիշում ենք նրա տեղափոխությունը Բարսելոնայից Պարի Սեն-Ժերմեն։ Ինքը ավելի շատ ուներ հեյթեր, ավելի շատ ուներ մարդկանց, որոնք ավելի ձեռ են առնում նրան, հա, ծաղրում են, հա, եթե գրական խոսենք, ծաղրում են նրան ու չեն հավատում նրա ուժերին, որովհետև Պարի Սեն-Ժերմեն տեղափոխությունը որպես այդպիսին այսպիսի մեծ ակնկալիքներ իր մեջ չէր պարունակում։ Բայց այստեղ եւս հանճարեղ Լուիս Էնրիկեն կարողացավ այնպես անել, որ Ուսման Դեմբելեն գտավ իրեն խաղադաշտում, գտավ իրեն նոր խաղաոճով, նոր դիրքում, Ուսման Դեմբելեն դարձավ ամենավտանգավոր ֆուտբոլիստը Պարի Սեն-Ժերմենի կազմում։ Եզրափակիչը, եթե ցանկանում եք դիտել նորից, դիտեք ու միայն ուշադրություն դարձրեք Ուսման Դեմբելեին, որովհետև Ուսման Դեմբելեն հիմնակարն էր Պարի Սեն-Ժերմենի խաղի առանց գնդակի։ Այսինքն, եթե գնդակը պետք է լիներ Յան Զոմերի մոտ ու հենց Զոմերը գտներ Մարկուս Թյուրամին, ինչի մասին խոսում ենք ավելի շուտ, Ուսման Դեմբելեն մշտապես եղել է 1 մետրի վրա Զոմերի ոտքից, 1 մետրի վրա։ Ու Յան Զոմերը առաջին խաղակեսում ընդհանուր կատարել է 2 հեռավոր փոխանցում, երկուսն էլ եղել է խաղադաշտից դուրս։ Դա իհարկե խոսում է ֆանտաստիկ խաղային մտածելակերպի մասին, որը անձամբ ես իհարկե չէի սպասում Ուսման Դեմբելեից։ Բրավո Լուիս Էնրիկեին, որ նա կարողացել է սերմանել Ուսման Դեմբելեի մեջ այդ ամենը։ Այո, Ուսման Դեմբելեն ամենաարդյունավետն է։ Ուսման Դեմբելեն լավագույնն էր Չեմպիոնների լիգայում ու ես կարծում եմ, որ այս ֆուտբոլիստը պետք է հաղթի ոսկե գնդակը։ Եթե միջև դա ես մտածում էի, որ պետք է հաղթի Պեդրին, որովհետև Պեդրիի խաղաոճը, Պեդրիի խելքը ուղղակի հիացնում է ամբողջ ֆուտբոլային աշխարհին, ապա չենք մոռանում, որ ֆուտբոլիստներին ավելի շատ դատում ու գնահատում են արդյունքների համար։ Իսկ Ուսման Դեմբելեն ամենաարդյունավետն է 2025-ին, իսկ Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի հաղթող է։ Այո, Չեմպիոնների լիգայի հաղթող նաև Վիտինյան է, որին կարելի է եւս հանձնել ոսկե գնդակը, բայց արդյունավետությամբ Ուսման Դեմբելեն շատ ավելի առաջ է քան Վիտինյան։ Իսկ մենք ապրում ենք այնպիսի օրերում, որ մարդիկ նայում են գոլերին ու գոլային փոխանցումներին, այլ ոչ թե մնացածին։ Եթե նայենք Ռոդրի օրինակով, ապա Վիտինյան պետք է ստանա ոսկե գնդակ ու նա ամբողջությամբ արժանի կլինի ոսկե գնդակին, բայց իրականում նման մրցաշրջան ես վերջին անգամ չեմ հիշում, թե երբ է եղել, երբ մի քանի ֆուտբոլիստ, որ կարող են ստանալ ոսկե գնդակ, ստանան, քննարկում չի լինի։ Այսինքն չեն ասի, որ տոտալ գնված է ոսկե գնդակը, հերթական անգամ տվեցին, ով որ արժանի չէ եւ այլն եւ այլն, ուղղակի չի լինի։ Նույնիսկ եթե ոսկե գնդակը ստանա Մոհամեդ Սալահը, ինչը տոտալ քիչ հավանական է, բայց նույնիսկ եթե Մոհամեդ Սալահը ստանա ոսկե գնդակ, չգիտեմ, միայն կրկին աշխատանքը չգնահատող մարդիկ կսկսեն դրա մասին բամբասել, որովհետև եթե Դեմբելեն, Վիտինյան, Պեդրին կամ Յամալը արժանի են ոսկե գնդակի մրցաշրջանային առումով, ապա Մոհամեդ Սալահը ոսկե գնդակի արժանացել կարիերայի համբավով ու կարիերայում կատարած աշխատանքի համար։ Բայց հիմա Սալահի մասին չէ խոսքը։ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ Ուսման Դեմբելե։ Չեմպիոնների լիգայի լավագույն թիմ Պարի Սեն-Ժերմեն։ Չեմպիոնների լիգայի լավագույն հանդիպում ըստ իս Ինտեր Բարսելոնա երկրորդ հանդիպումը։ Իսկ լավագույն պերֆորմանս ֆուտբոլիստի կողմից Ալիսոն Բեկերը Պարի Սեն-Ժերմենի դեմ, որտեղ Լիվերպուլը հաղթեց 1-0 հաշվով։ Սա է, ինչ ես մտածում եմ, խորհրդանշական հավաքականը ունի հետևյալ տեսքը. դարպասում Ջանլուիջի Դոննարումա, աչից ձախ Աշրաֆ Հակիմի, Մարկինյոս, Բաստոնի եւ Նունո Մենդեշ, հենակետային գոտում Վիտինյա, Դեկլան Ռայս եւ կարելի է այնտեղ դնել Պեդրին,
Հարցակման եռյակը կազմվում է Յամալ, Դեմբելե։ Այստեղ կասկածներ ունեմ։ 3 ֆուտբոլիստ՝ Քվարացխելիա, Դուե ու Ռաֆինիա։ Բայց քանզի ամեն ինչ չափվում է վիճակագրությամբ, կլինի Յամալ, Դեմբելե, Ռաֆինիա։ Դուեն ու Քվարացխելիան թող նեղանան, բայց համենայն դեպս թող իրանք նեղանան, քան Բարսելոնայի երկրպագուները հարձակվեն ինձ վրա։ Այսօրվա համար այսքանը։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, հետևեք ինձ սոցիալական հարթակներով, թողեք լայք, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը թե եզրափակչի վերաբերյալ, թե Չեմպիոնների լիգայի ամփոփման վերաբերյալ, իսկ մենք կհանդիպենք արդեն այսօր քանի շաբթի է, այսօր 5 շաբթի է։ Մենք կհանդիպենք 2 շաբթի կամ 3 շաբթի քննարկելու արդեն ամբողջ մրցաշրջանը։ Այնտեղ կլինեն լավագույնները ըստ ներքին առաջնությունների, այնպես որ սպասում եմ բոլորիդ, խնդրում եմ լինեք ակտիվ, իսկ ես խոստանում եմ տալ ել ավելի լավ կոնտենտ։ Ձեզ հետ Գևորգ Մալաքյանն էր։ Կհանդիպենք։